Լեհաստանում հայկական համայնքը երկարամյա մի քանի դարյա պատմություն ունի, այն մոտավորապես սկսվում է 11-րդ դարից։ Համայնքը որպես փոքրամասնություն միշտ արտոնություն է ունեցել դեռ թագավորների ժամանակ։ Կազիմիր Մեծը 14-րդ դարում հայերին շնորհել է հատուկ արտոնություններ, ներառյալ կրոնական ազատություն եւ սեփական ինքնավար դատարան հայերեն լեզվով, Մխիթար Գոշի դատաստանագրքով։ Հովանես հիմա ինչ արտոնություններ ու խնդիրներ ունի հայ համայնքը Լեհաստանում։ Շնորհակալություն։ Այո, ճիշտ նշեցիք, համայնքը բավականին հին է եւ բավականին հարուստ պատմություն ունի Լեհաստանում։ Սկսած արդեն 14-րդ դարից համայնքին տրվել է այդպես կոչված գերմանական կամ մագդեբուրգյան իրավունքը, որը ներքին ինքնավարություն էր շնորհում փաստորեն ազգային փոքրամասնություններին։ Դա ձեր նշած ուրեմն Կազիմիր Մեծ արքայի կողմից տված այդ իրավունքներ, որը բերեց հայ համայնքի ծաղկմանը, եթե կարելի է այդպես ասել, բացվեցին մի շարք հայկական դպրոցներ, որտեղ սովորում էին եւ լեզու, եւ եկեղեցական երգեցողություն, եւ պատրաստում էին նաեւ սարկավագներ, հետագայում նաեւ քահանաներ։ Հիմնական օջախներից հայկական համայնքի Լեհաստանում ավանդաբար եղել են Լեհաստանի արևելյան շրջանները, այսինքն դրանք այն տարածքներն են, որոնք հիմա գտնվում են Ուկրաինայի, Բելարուսի Հանրապետության արևմուտքում։ Ամենամեծ քաղաքը, հայաշատ քաղաքը Լվով քաղաքն է եղել, որտեղ հայերը երրորդ ամենամեծ էթնիկ խումբն են կազմել, ունեցել են բավականին մեծ ներգրավվածություն թե քաղաքի ներքին կյանքում, թե ունեցել են մեծ ներգրավվածություն ընդհանուր ամբողջ Լեհաստանի Ժեջպոսպոլիտայի կյանքում։ Հայ վաճառականները մասնավորապես կարողացել են իրենց կապերի շնորհիվ արևելքի հետ, Պարսկաստանի, Թուրքիայի լեզուների իմացության շնորհիվ կարողացել են իրենց միջոցով կազմակերպել ամբողջ առևտուրը Լեհաստանի եւ ուրեմն արևելքի հետ։ Դրա շնորհիվ է, որ նաեւ եթե մեր ունկնդիրները առիթ ունենան լինելու Վավելի կամ Վարշավայի պալատական թագավորներում, այնտեղ կտեսնեն մինչև օրս պահպանվող արևելյան գորգեր, որոնք հենց հայերի նորամուծությունն են եղել Լեհաստանում։ Հայերը ֆինանսավորել են նաեւ Լեհաստանի բանակը, օրինակ ունեցել ենք այնպիսի լուրջ ներգրավվածություն, որ Հովանես երրորդ Սոբիեսկի թագավորը, երբ որ անսալով Հռոմի պապի ուրեմն կոչին լեհական բանակով շարժվեց Վիեննան ազատագրելու թուրքական պաշարումից, լեհական աղբյուրները նշում են, որ մոտ 4-ից 5 հազարանոց հայկական կամավորական լեգիոն է միացել լեհական բանակին եւ մասնակցել են Վիեննայի ճակատամարտին։ Անգամ նշվում է, հետաքրքիր փաստեր են նշվում, որ հայերը ինքնուրույն կարողացել են զինված արդեն պատրաստի միանալ, ունեցել են ատրճանակներ եւ մարտական կացիններ։ Մեր օրերում կապված պատմական վայրի վերումներով հայկական համայնքը ցավոք սրտի նման լուրջ ներկայություն այլևս ցավոք սրտի, այո, ցավոք սրտի չունի։ Դրան նպաստել են ինչպես մշակութային եւ էթնիկ ձուլումը, հայ, եթե կարելի է այդ բառը օգտագործել, շատ հայեր դարձել են, պարզապես լեհացել են, եւ դրան գումարված նաեւ երկու աշխարհամարտերը, առաջին եւ երկրորդ համաշխարհային պատերազմները, որոնք Լեհաստանի տարածքում մեծ ուրեմն արտագաղթերի եւ էթնիկ գազմի փոփոխություններ են բերել, այդ ամենը բերել է նրան, որ հայկական համայնքը բավականին թուլացել է։ Այսօր մենք ունենք 5 դպրոց, խոսքը շաբաթօրյա դպրոցների մասին է, դրանք լիակատար դպրոցներ չեն,
Կան բազմաթիվ կազմակերպություններ, երիտասարդական միություններ, մշակութային, լեհահայկական, որոնք զբաղվում են ամենատարբեր հարցերով, երբեմն մրցակցում են իրար հետ, երբեմն հանդես են գալիս միասնական։ Ընդհանուր նկարագիրը այս է, ցավոք եկեղեցի չկա, այսինքն եկեղեցու շենքը չկա, կան իհարկե հավատացյալներ, կա հոգևոր հովիվ, որը այցելում է տարբեր քաղաքներով եւ լեհական, այսինքն կաթոլիկ եկեղեցիներում պատարակներ են մատուցվում, բայց շատ լավ կլիներ, եթե լիներ նաեւ հայկական եկեղեցի, գոնե հայաշատ այնպիսի քաղաքներում, ինչպիսին օրինակ Վարշավան, մայրաքաղաքը։ Բայց կարծեմ եկեղեցի եղել է ինչ որ ժամանակ։ Եկեղեցիներ եղել են, այո, եկեղեցիների մեծ մասը մնացել է այսօրվա Ուկրաինայի տարածքում, նույնիսկ ունենք այնտեղ կաթեդրալ եկեղեցի, Լվովի այդ բավականին ճանաչված գեղեցիկ միջնադարյան եկեղեցին, բայց այսօրվա բուն Լեհաստանի տարածքում եկեղեցիներ ցավոք սրտի չեն մնացել։ Ու դա ընդհանուր մեր Սփյուռքի, եթե կարելի այդպես ասել, բնորոշ գիծն է, մենք ժամանակին օրինակ Ղրիմում ունեցել ենք մի քանի տասնյակի հասնող եկեղեցիներ, այսօր այնտեղ մեծ մասը ավերակներ են։ Նույն պատկերը եղել է նաև Ռումինիայում, այնտեղ կա Բուխարեստում 1-2 եկեղեցի կա հայկական, բայց Տրանսիլվանիայի այն ժամանակվա մեծ հայկական համայնքի մասին էլի չենք կարող խոսել ցավոք սրտի։ Դա անխուսափելի process է եւ այսօրվա խնդիրներին գալով պետք է մտածել մեթոդներ, որպեսզի թույլ չտալ այդ նույն ճանապարհը, հա, որ մի քանի սերունդ հետո մենք չունենանք արդեն հայեր կամ ունենանք։ Այո, ցավալի է։ Հովանես, դուք պատմական գիտությունների դոկտոր եք։ Ինչով եք զբաղվում այդտեղ, դասավանդում եք, ինչ լեզվով եք դասավանդում, եթե դասավանդում եք։ Ես դասավանդել եմ Հռոմի Պապի համալսարանում լեհերենով, հիմա ժամանակավորապես թողել եմ այդ աշխատանքը, այդ թվում դասավանդել եմ հենց հայոց պատմություն, այսինքն Հայաստանի պատմություն, լեհերի համար դա բավականին հետաքրքիր էր։ Այժմ համայնքային ներքին այդպես քննարկումներ են գնում, իմ առաջարկներից մեկը եւ իմ բանավեճը այսպես գործընկերների հետ այն է, որ համայնքը պահպանելու համար ոչ թե գանք ավանդական ճանապարհով, այսինքն Հայաստանից բերենք որոշակի ներդրումներ անենք, հա, այսպես ասենք, այլ ընդհակառակը համայնքը կապենք Հայաստանի հետ, կազմակերպենք միջոցառումներ, որոնք տեղի հայերին կտանեն դեպի Հայաստան, դա լինի ինչ-որ ֆինանսական օգնություն Հայաստանին, հայկական որևէ դպրոցներին, դա կլինի ինչ-որ ամառային դպրոցներ այստեղի լեհահայ երեխաների համար, որոնք օրինակ մեկ ամսով կարողանան գալ Հայաստան եւ այնտեղ զարգացնել լեզուն, պատմությունը։ Արիտուն ծրագրի մասին ենք խոսում։ Ոչ, Արիտուն ծրագիրը հետաքրքիր ծրագիր է, բայց իմ առաջարկը ավելի շատ ներհամայնքային է, դա այդպես դեռ չի հասել ինչ-որ կառավարության մակարդակի, ավելի պատկերավոր ասած, ես առաջարկում եմ ոչ թե Հայաստանից բերել ինչ-որ խաչքարներ դնել եւ այլն, որոնք մի քանի սերունդ հետո ուղղակի կամ կորելու են կամ մնալու են անտեր, ինչպես պատմությունը բազմիցս ցույց է տվել եւ ոչ միայն Լեհաստանում, այլ մարդկանց ներգրավենք հայաստանյան process-ներին, որովհետև հոգեբանորեն, երբ որ մարդը ինչ որ բան տալիս է, այդ ժամանակ ինքը իրեն շատ ավելի իրավատեր է զգում։ Իրավատեր է զգում։ Այսինքն ամբողջ Սփյուռքը պիտի ինչ որ ներդրում ունենա Հայաստանում,
պայմանական լայն Այո, այո, որպեսզի այո, նաև իրավատեր լինի։ որպեսզի նաև այո, որպեսզի նաև իրավատեր լինի, Բայց որպեսզի Սփյուռքը քիչ բան չի։ զտացավ լինի։ Նաև արձանագրենք, որ Սփյուռքը այս տարիների 30 եւ ավել տարիների ընթացքում քիչ բան չի տվել։ Այո, դա նայած թե ինչպիսին է մեր սպասելիքները, Հայաստանի սպասելիքները Սփյուռքից։ Օրինակ կա այսպիսի մի ինստիտուտ, որը կոչվում է Հրյաների Եվրասիական ուսումնասիրությունների ինստիտուտ, եւ 19-20 թվականներին նրանք շատ հետաքրքիր ուսումնասիրություններ են արել, երես այսպես մի փոքր պրովոկացիոն հարց տան, դա իրենց հեղինակած հարցն է, հրյաների շրջանում նրանք հարցրել են, արդյոք Իսրայելը պետք է հրեական Սփյուռքին, եւ հակառակը Իսրայելում հարցում են արել, արդյոք ընդհանրապես Սփյուռքը, հրեական Սփյուռքը իրենց պետք է, եւ հարցվածների 1/3-ը պատասխանել է, որ ոչ։ Ես կարծում եմ հայության դեպքում գոնե ճնշող մեծաբանությունը կպատասխանի այո, բայց դրանից հետո գալիս է երկրորդ հարցը, եթե պետք է, ապա ինչի համար։ Եվ այդ ինչի համարի պատասխանը արդեն բերում է գործողություններ, բերում է ծրագրեր։ Ես 2020 թվականի պատերազմի ժամանակ կհիշեք մեր ունկնդիրները նույնպես կազմակերպվեց մեծ այդպես դրամահավաք ամբողջ Սփյուռքից։ Այո, այո։ Եվ մի անգամ առիթ ունեցա, ուղղակի հետաքրքրության համար նայում էի, այնտեղ տեսա, որ մի պապիկ կար գյումրեցի 80-ամյա, որը իր կյանքի ամբողջ այդ խնայողությունները, թե չեմ սխալվում 1 միլիոն 70 քանի հազար դրամ նվիրել էր ուղղակի հայկական համայնքին։ Դրա կողքին մենք ունենք պետություններ, այդ թվում եվրոպական պետություններ, որոնք իրենց համախառն հանգանակությունը չի անցել, ասենք մեկ պապիկի այդ նվիրաբերությունից։ Այստեղ արդեն հարց է առաջանում, արդյոք իսկապես Սփյուռքը շատ բան է տվել։ Կան իհարկե անհատներ, որոնք անխոս շատ են տվել, Ազնավուր եւ այլն եւ այլն։ Հովանես, ներողություն, նաև չմոռանանք այն էպիզոդը, որ այդ գումարները անհայտացան եւ մինչեւ այսօր հայտնի չէ թե ինչի վրա է ծախսվել։ Դա այո, դա հարցի մյուս կողմն է, ես ինքս զբաղվել եմ այդ դրամահավաքությամբ։ $1 միլիոն դոլարի մասին։ Եվ ինձ համար օրինակ շատ ցավալի էր, որ այստեղ մարդիկ, որոնք կարող են այդ գումարները ուղարկել իրենց ծնողներին, բարեկամներին, հարազատներին, այդ ընթացքում չէին ուղարկում իրենց հարազատներին, ուղարկում էին հիմնադրամ կամ զինվորի հիմնադրամ եւ միևնույն ժամանակ, ասենք, մեր պետական այրերից շատերը վերցնում էին այդ նույն ամիսներին, պատերազմի ամիսներին վերցնում էին այդ ինչպես է կոչվում այդ պարգևավճարները։ Այսինքն ստացվում է ծերունի պապիկը կարող է իրեն զրկել ինչ որ անհրաժեշտից, իսկ մեր հասարակության, մեր հարության մի ուրիշ մասը չի ցանկանում իրեն զրկել ավելինից։ Եվ այո, սրանք հարցեր են, որոնք հիասթափեցնող են, սրանց պետք է տալ պատասխաններ եւ կարծում եմ ճիշտ կլիներ Սփյուռքի հավաքած այդ հանգանակությունները առանձին ինչ որ հումով գնային այդ գումարները եւ հաշվետվությունը լիներ շատ ավելի թափանցիկ, հա, որպեսզի հարցեր չառաջանային, իսկ դիցուկ Կրակովի ուղարկած հավաքած գումարները արդյոք գնացել են պարգևավճարների, թե ծառայել են օրինակ հաշմանդամ զինվորների բուժման։ Այն համայնքը, որը դուք եք ներկայացնում, հիասթափված է այդ իմաստով Հայաստանի Հանրապետությունից, իշխանություններից մասնավորապես եւ գլխավորապես։ Եվ եթե առաջիկայում էլի դրամահավաքի անհրաժեշտություն առաջանա, ինչը միշտ կա, ինչ միտումներ եք տեսնում։ Կհավաքվի անհրաժեշտ գումար կամ Ну գումար միշտ էլ այստեղ նաև վստահության ցուցիչ է, կարծում եմ։ Մենք ավելի շատ ոչ թե գումարից ենք խոսում, այլ այն վստահությունից, որը դրսևորվում է հանգանակության ընթացքում։ Այո, դա կեցվածքի ժեստի ավելի շատ մասին է խոսում, այդ պատկանելության, հա, քան թե ուղարկվող գումարի չափի մասին։ Այո։
Ну, հիասթափվածություն իհարկե կա, հիասթափվածություն կա, բայց Աստված չանի, եթե նորից գա այդ պահը, կարծում եմ նորից մարդիկ կմոբիլիզացվեն, այնպես չէր, որ միջև այդ շատ գոհ էինք Հայաստանի իշխանություններից եւ դրա համար էինք հավաքում, հիմա արդեն դժգոհ ենք եւ չենք հավաքի։ Պետք է մտածել, կարծում եմ, չեմ ուզում ասել փնթի բառը, բայց տնավարի մոտեցումը Սփյուռք, Հայաստան, այդ հարաբերությունները պետք է կարգավորվեն, պետք է լինեն մասնագետներ, որոնք կմշակեն ծրագրեր եւ 10-20 տարվա համար։ Օրինակ, մեր երկրի սահմանադրության 19-րդ հոդվածը, եթե չեմ սխալվում, շատ գեղեցիկ ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը Սփյուռքի հետ հարաբերություններում, ձգտում է կազմակերպել հայրենադարձություն, լեզվի պահպանություն, մշակութային արժեքների պահպանություն եւ այլն եւ այլն եւ այլն։ Կարծես թե շատ ամեն ինչ ասված է, գեղեցիկ է, բայց հարցերը առաջանում են, թե ինչ է արվել, ինչ ստրատեգիա կա, որովհետև գետնի վրա, ինչպես հիմա մոդայիկ է ասել, շատ քիչ բան է երևում կամ ընդհանրապես չի երևում։ Հայրենադարձության առումով, նույնպես, այսինքն մենք էլի հрьяաների օրինակով ված չլինի հարց տալ, արդյոք Հայաստանը ամենաապահով տեղն է հայերի համար, որովհետև օրինակ հрьяաները պատասխանել են, որ Իսրայելը ամենևին էլ հрьяաների համար ամենաապահով տեղը չէ, հա։ Հիմա մենք չունենք հայրենադարձություն, ընդհակառակը ունենք շարունակական Սփյուռքի Ընդլայնում սնում Հայաստանի հաշվին։ Հովհաննես, ես մի տեսակետ ունեմ, չգիտեմ կկիսեք թե ոչ, քանի որ մենք Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մասին խոսեցինք, Սփյուռքը պատմականորեն իհարկե ցեղասպանության հետևանքի է, բայց դրա այլընտրանքը այսօր պիտի լինի այն, որ Սփյուռքը մենք դարձնենք Հայաստանի Հանրապետության ազդեցության գոտի։ Եվ որքան շատ է Սփյուռքի այս կամ այն գաղթօջախը իր ուրեմն օրենսդիր եւ գործադիր իշխանությունների վրա լծակների տիրապետում, այնքան շատ մենք Հայաստանի Հանրապետությունը ունի ազդեցություն այդ երկրների վրա, այսպես դրական իմաստով իհարկե, իր շահը, հայկական շահը սպասարկելու համար։ Համաձայն եք այս տեսակետի հետ, թե ոչ, եւ Լեհաստանում արդյոք օրենսդիր եւ գործադիր իշխանությունների ներսում կան հայազգի ներկայացուցիչներ։ Լավ հարց է, մասամբ համաձայն եմ, ես փիլիսոփայորեն եթե մոտենամ հարցին, կցանկանայի, որ Սփյուռք չլիներ, այդ Սփյուռքի 6-7 միլիոնը ապրեին այսօր Հայաստանում, լիներ 10-11 միլիոնանոց Հայաստան։ Բայց օբյեկտիվորեն Սփյուռքը կա եւ այո, պետք է Սփյուռքի ներուժը օգտագործել Հայաստանի համար, նորից գալով հարցին, թե ինչ է ուզում Հայաստանը Սփյուռքից, ինչ ակնկալիքներ եւ կարիքներ ունի։ Եվ այս ամենը այո, պետք է կազմակերպված լինի։ Լեհաստանում այսօր մեծ ինչ որ այդպես ազդեցիկ լոբբիի մասին խոսել ցավոք սրտի չեն կարող։ Եղել են որոշակի սենատորներ հայազգի, որոնց անձամբ առիթ եմ ունեցել ճանաչելու, խոսքը Աբգարովիչների մասին է, բայց դա էլ հարցը թե նրանք որքանով են հայ, որովհետև երբ ես առաջին անգամ իրենց հետ ծանոթացա, հարցեցի երբ եք եկել Լեհաստան, նրանց պատասխանեց, որ 500 տարի առաջ։ Արդեն շատ բանի մասին է խոսում։ Այո, բայց ամեն դեպքում լավ է ունենալ նաև այդպիսի ընկերներ, յուրայիններ, բարեկամներ։ Մեկ այլ հարց, օրինակ, եթե ցեղասպանության մասին ենք խոսում, մի բան է, երբ որ օրինակ քաղաքապետ, նահանգապետ, պատգամավոր է խոսում բարձրաձայնում ցեղասպանության հարցը, եւ լրիվ մեկ այլ բան է, եթե օրինակ ասենք համալսարանի պրոֆեսորներն են խոսում եւ
դա մտնում է բուհական ծրագիր։ Դա ինչ որ խոսեց, ելույթ ունեցավ, ինչ որ կոնֆերանսին, դա անցնում է գնում, բայց երբ որ ակադեմիական մասշտաբներում, ակադեմիական դաշտում է ձևավորվում այդ խոսույթը, սա շատ ավելի մնայուն է եւ շատ ավելի հանրային է դառնում։ Եվ այդ ուղղությամբ պետք է ավելի մեծ աշխատանք տանել, իմ կարծիքով։ Պետք է մարդիկ, ովքեր կգրեն գրքեր, պետք է մարդիկ, ովքեր կկազմակերպեն կոնֆերանսներ Հայաստանում, արտերկրում, ներգրավեն հեղինակավոր դասախոսների, պրոֆեսորների, այդ թվում հայոց պատմության, այդ թվում հայ մշակույթի հետ կապված եւ մյուս առումներով, եւ այստեղ այդ ազդեցության ձեր խոսքով ազդեցության ուժը շատ ավելի մեծ կլինի, քան պարզապես օրինակ փնտրել ինչ որ մի, չգիտեմ, նահանգապետի, որը կլինի հայասեր եւ ժամանակ առ ժամանակ ինչ որ հայտարարություններ կանի կամ Facebook-ում ինչ որ գրառում կա։